Բարև ձեզ հարազատներս, այսօր մի քիչ ուզում եմ մարդկային դիմակներից խոսել։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Վերջերս Անդրեյ Տարկովսկու ինտերվյուից մի փոքր ընկավ էջիս, մի փոքր հատված, որ ասում է, որ ֆիլմ նկարահանողներին է վերաբերվում, ռեժիսորը ինքը հայտնի, որ եթե ֆիլմ նկարահանելիս դու մտածում ես, որ մարդկանց դուր գաս, քո առաքելությունդ չես կարողանալու կատարել, մի քիչ սա իմ բառերով ձեզ ասեցի, ու իր ասածը բոլորիս է վերաբերում, որովհետև մեր կյանքի նկարահանողը, ռեժիսորը մենք ենք, այս ամբողջ կյանքը տված է, որ մենք դա անենք, ու եթե դու մարդկանց հաճոյանալու համար ես բաներ անում, այդ դիմակներ վերցրած մարդիկ ապրում են, շատ ծանր է, դա որ տեսնում ես, անտանելի է, որ տեսնում ես մարդ մի դիմակ կարա վերցնի ու ամբողջ կյանքը մի 100 տարի այդպես է դիմակի տակ պահկված մնա։ Մեկը հարուստի դիմակա վերցրել, որ ինքը հարուստ է, բան է, սենց լավ ավտո եմ քշում, սենց լավ տուն ունեմ, սենց ուտելիք արա, այն մյուսը գեղեցիկ եմ, ես ամենասիրունն եմ, ես սիրունության դիմակը վերցրած, ինքս ես պիտի մինչև 100 տարի ապրի, իհարկե ընթացքում գեշանում է մարդ, տգեղանում է, ծերանում է, պատկերացնում եք ինչ ապրումներ են ունենում այդ դիմակով մարդիկ, մեկը ինտելիգենտի դիմակ է վերցրել, որ ինքը սենց փողկապը կապած, կարող է ակնոցներ տնի, դիպլոմատը վերցնի մանգա, ելիշ դիմակներ ունենք, ահագին դիմակներ կան, որ նայում եմ ու տակը, որ հանկարծ է դիմակը շարժես, տակը կամ դատարկություն է, կամ վայրենիություն, գազանություն, որտեղ մարդը չի աշխատել իր վրա, դիմակը վերցրել է, այդ դիմակով ապրել, իհարկե իրան պետք չի եղել աճի, իսկ մարդ ստեղծված է, որ աճի, գլուխը աճի, սիրտը աշխատեցնի, հոգին զարգանա, այս փոքր մարմնում, այս ոնց է ափսոս չի, այս ձեր կյանքը, շատ եմ ափսոսում, այս կյանքը տված է, որ մենք դրախտ սարքենք մեր շրջապատը, դրախտ, մարդկանց համար դրախտ, ոչ թե մենք զես դրախտ սարքենք, մենք ինչ է մարդկությունը, ինչ է ուզում, ուտի, խնդա, մեկ էլ իրան գովան, էսա, սրանց մի հատ դիմակ առած, որ այդ ամեն ինչի կարա դրա տակ բախկված անի աման ինչը, ամեն ինչի համար պատասխանատու ենք տալու, բոլոր տաղանդները, հնարավորությունները, որ տվել են ամեն մեկից, դուք պատկերացրեք, եթե ամեն մեկը այս երկրում, այս 2 միլիոն մարդ ամեն մեկը իր տաղանդները զարգացնի, ուր կհասնենք, ու եթե ամեն մեկը դիմակ վերցնի ու բախկվի այդ դիմակի տակ, ասի ես ամենասիրունն եմ ստեղ, ես ստեղ ամենահարուստն եմ, ու տես դատարկա գլուխ մինչև վերջ ապրի։ Ոնց կա, ու առաջ չեն գնա, ոչ մի ձև չեն կաչի, մի հայտնություն է այսօր եկելից, ինչ եմ ես դրա մասին խոսում, գտակարանը երկար տարիներ ռուսերեն եմ կարդալուց եղել, ու երբ որ աշխարհի վերջը նկարագրում է, որ աշխարհի վերջը պիտի լինի, ոնց մարդիկ իմանան աշխարհի վերջը, ցավոք սրտի, չգիտեմ հայերեն դա ոնց է գրված, բայց ռուսերեն գրված է, когда увидите мерзость запустения на святом месте, ուրեմն իմացեք, որ աշխարհի վերջն է։ Ու ես դրա մասին երկար մտածել եմ, տեսնաս այդ ոնց է мерзость запустения на святом месте, այդ ինչ պիտի լինի, այդ ոնց մարդիկ պիտի լրիվ դուրս գան եկեղեցիներից, տարիներով չգնան, պատկերացնում ես Արտոստային, ինչ ասես մտածել եմ այդ դրա։ Հիմա եկել եմ Հայաստան ու շփվում եմ, պատկերացնում եք ես շփվելուց չեմ եղել մարդկանց հետ։ 21 տարի Մոսկվայում փաստորեն նոր եմ հասկանում, որ ես շփվելուց չեմ եղել, գոլեգաներ են եղել, գնացել եմ, շփվել եմ, հիվանդներ են եղել են, բուժել եմ, այդ վասկի մեջ ինչ շփում, իսկ ստեղ եկել եմ, ազատ քաղաքացի, շփվում ես մարդկանց հետ, ու տեսնում, վախենում ես մեկի դիմակին կպնես ու ինչ շատակը լինելու, գիտեմ ինչ շատակները, բայց դե ափսոսում եմ, ու այդ мерзость запустения այսօր կարծում եմ, որ դա հենց մարդն է դատարկվել, մարդն է, այս ամբողջ այս տաճար է, մարդուց սուրբ բան, երևի չգիտեմ ինչ պետք է լինի այս աշխարհում, ու սուրբ հոգին մեջդ է, դու տաճար ես, սուրբ հոգու տաճարն ես, ու տես դատարկ, ոնց կարա տենց բան լինի, գլուխդ չաշխատեցնես, տաղանդներդ չզարգացնես, մի դիմակի տակ, դե հա ինչի համար են այս սոցցանցերը սենց զարգացել, որովհետև այդ դիմակահանդես է, տեսեք ես ինչ կերա,
տեսեք ես ինչ ռեստորան գնացի, տեսեք ես ում հետ եմ նստած, տեսա, Քրիստոսն էր տենց ասում, տեսեք ես ում հետ եմ նստած, թե գնում էր այն ամենաթշվառների հետ էր նստում։ Մի խոսքով շատ հեռու եք, ամեն ինչից շատ հեռու եք, որ տեսնում եմ, ձեզ համար եմ մտածում, ես կարամ ոչ մի բան էլ չասեմ։ Ափսոսում եմ, որ կարող է կորչեք գնաք։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։